Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները։ Ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ քննարկել է օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքում փոփոխությունները։ 81 ձայնով նախագիծը հաստատվել է։ Փոփոխությունների համաձայն օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքով նախատեսված լիազորությունները հանրային գրանցամատյանի ազգային գործակալության փոխարեն կիրականացնի պետական աուդիտի ծառայությունը։ Վերջին օրերին Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները երկրից արտաքսել են 14 պետության 78 օտարերկրյա քաղաքացու, այդ թվում Ռուսաստանի, Ադրբեջանի, Չինաստանի, Թուրքիայի, նաև աֆրիկյան եւ ասիական մի շարք երկրների ներկայացուցիչների։ Բոլոր արտաքսվածներին արգելվում է մուտք գործել Վրաստան։ Վերջին շրջանում Վրաստանն ակտիվորեն խստացնում է միգրացիոն քաղաքականությունը, խորհրդարանը պարզեցրել է միգրանտների արտաքսման եւ խուզարկության ընթացակարգերը։ Ներքին գործերի նախարարությունն ամենամիս հաշվետվություն է ներկայացնում տասնյակ օտարերկրացիների վտարման վերաբերյալ։ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Սիվերեկ քաղաքի մասնագիտական ուսումնարանում զինված անձի իրականացրած հարձակման հետևանքով վիրավորվել է 16 մարդ, 10 աշակերտ, 4 ուսուցիչ, 1 ոստիկան եւ ճաշարանի 1 աշխատակից, հայտնել է Շանլի-Ուրֆայի նահանգապետ Հասան Շիլդաքը։ Վիրավորներից 4-ի վիճակը միջին ծանրության է։ Ըստ նահանգապետի հարձակվողը նույն ուսումնական հաստատության նախկին ուսանող է, ծնված 2007 թվականին։ Նա ինքնասպան է եղել, երբ ոստիկանությունը փորձել է նրան ձերբակալել։ Երիտասարդի հարձակման դրդապատճառը դեռևս անհայտ է։ Ուսումնարանում գտնվողները տարհանվել են։ IHA գործակալության տեղեկատվության համաձայն, որը ներկայացնում է ականատեսների վկայությունները, հրաձիգը սկզբում անկանոն կրակ է բացել մարդկանց վրա դպրոցի բակում, իսկ հետո կրակոցներ արձակել ուսումնարանի ներսում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ նրա թուրք պաշտոնակից Հական Ֆիդանը քննարկել են Պարսից ծոցի ճգնաժամից ելք գտնելու ուղիները, հաստատել են կարգավորման աջակցելու իրենց պատրաստակամությունը։ Այս մասին հեռախոսազրույցից հետո հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Քննարկվել են այն հարցերը, որոնք վերաբերում են Իրանի Իսլամական Հանրապետության վրա Միացյալ Նահանգների եւ Իսրայելի չհրահրված հարձակման հետևանքով առաջացած ճգնաժամից ելք գտնելու ուղիների որոնմանը։ Մոսկվան եւ Անկարան հայտնել են իրենց պատրաստակամությունը աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին, նշել են Ռուսաստանի արտգործնախարարությունում։ Լավրովի հետ զրույցում Ֆիդանը նաև անդրադարձել է Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, Միացյալ Նահանգների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների վերսկսման հեռանկարներին եւ հաստատել է պատրաստակամությունն այդ նպատակների համար տրամադրելու Ստամբուլի հարթակը։ Ըստ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության Սերգեյ Լավրովը ներկայացրել է Ուկրաինայի գործողությունների եւ հայտարարությունների գնահատականը։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել նաև իր իրանցի գործընկեր Աբաս Արաղչիի հետ։ Քննարկել են Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունների վերջին զարգացումները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մատյարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ապագան, նաեւ տարածաշրջանային եւ համաշխարհային զարգացումները։ Հեռախոսազրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են երկկողմ կապերը եւ Էրդողանը հայտարարել է, որ երկու երկրի միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմության եւ մշակույթի վրա։ Նա վստահություն է հայտնել, որ Թուրքիայի եւ Հունգարիայի միջև համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային մակարդակով առաջիկա օրերին ավելի կզարգանա։ Էրդողանը ընդգծել է ռազմավարական գործընկերության ամրապնդման կարևորությունը։ Նրա խոսքով երկու երկրները հանձնառու են համագործակցության խորացմանը եւ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ են երկու երկրները, նպաստում է տարածաշրջանային եւ համաշխարհային խաղաղությանը։ Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նաեւ շնորհավորել է Մադյարին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին թույլատրել է հետաքննություն անցկացնել ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությունը ներկայացնող Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի դեմ։ Նա մեղադրվում է նախընտրական հանրահավաքի ժամանակ Անկարայի քաղաքապետարանին պատկանող տրանսպորտային միջոցներն օգտագործելու համար։ Դեպքը ենթադրաբար տեղի է ունեցել 2023 թվականի նախագահի ընտրության ժամանակ։ Քննչական փաստաթղթերում նշվում է, որ Քարաբյուկում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքում օգտագործվել է Անկարայի քաղաքապետարանին պատկանող 6 միկրոավտոբուս։
2023 թվականի ընտրությունում ընդդիմադիր նախագահի տեխնացուն կուսակցության նախկին առաջնորդ Քեմալ Քլիչդարօղլուն էր։ Անկարայի քաղաքապետարանն ընդգծել է, որ մեղադրանքները հիմնված են ենթադրությունների վրա, մինչդեռ քաղաքապետարանների նկատմամբ իրականացվող հետաքննությունների հիմքում կոնկրետ փաստեր են։ Ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությունն այս հետաքննությունը համարում է քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության նախկին նախագահ Քեմալ Քլիչդարօղլուի դեմ դատարանը վճիռ է կայացրել։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ Մերսինի դատարանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով 11 ամիս 20 օր ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության նախկին նախագահ Քեմալ Քլիչդարօղլուին։ Հատկանշական է, որ դատական գործն ունի ավելի քան 10 տարվա պատմություն։ Քեմալ Քլիչդարօղլուն դեռ 2014 թվականի մարտի 9-ին Մերսինում կայացած հանրահավաքի ժամանակ անդրադարձել է 2013-ին Թուրքիայում բացահայտված կոռուպցիոն սկանդալներին եւ քննադատել նախագահ Էրդողանին։ Քլիչդարօղլուն հայտարարել է, թե ինքը դատարանում է ընդամենը գողին գող ասելու համար։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2 օրվա ընթացքում Պակիստանում կարող են բանակցություններ տեղի ունենալ ամերիկյան եւ իրանական կողմերի միջև։ Կարող է ինչ-որ լավ բան տեղի ունենալ առաջիկա 2 օրվա ընթացքում։ Մենք ավելի ու ավելի ենք հակված այնտեղ գնալուն։ Թրամփը նշել է, որ իրեն դուր է գալիս հենց Պակիստանում բանակցություններ անցկացնելու գաղափարը, քանի որ այդ երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարը հիանալի է կատարում իր աշխատանքը։ Հիշեցնենք, որ նախկինում շրջանառվում էր Իրано-ամերիկյան հաջորդ հանդիպումը Թուրքիայում կամ Եգիպտոսում անցկացնելու հավանականությունը։ Հատկանշական է, որ ավելի վաղ Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Միացյալ Նահանգները հնարավոր է դադարեցնի Իրանի դեմ գործողությունները, քանի որ հասել է նպատակներին։ Թրամփը ցանկանում է մեծ գործարք։ Այն, ինչ նա առաջարկում է Իրանին, շատ պարզ է, բայց անկեղծ ասած, ոչ մի այլ Միացյալ Նահանգների նախագահ չի ունեցել դա անելու հնարավորություն։ Նա ասում է, եթե դուք պատրաստ եք գործել ինչպես նորմալ երկիր, ապա մենք պատրաստ ենք ձեզ հետ տնտեսապես հարաբերվել ինչպես նորմալ երկրի։ Միացյալ Նահանգների փոխնախագահի խոսքով Վաշինգտոնը ձգտում է ապահովել Իրանի բարգավաճումը եւ ինտեգրել այն համաշխարհային տնտեսության մեջ մեծ գործարքի միջոցով։ Վենսը հավելել է, որ բանակցությունները կշարունակեն, ձգտելով հասնել այնպիսի համաձայնության, որը նրա խոսքով օգտակար կլինի բոլոր կողմերի համար։ Չնայած Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև տասնամյակներ տևած անվստահությանը, երկու կողմերն էլ կարծես պատրաստ էին գործարքի, ասել է Վենսը։ Միացյալ Նահանգներն ամբողջությամբ շրջափակել է իրանական նավահանգիստները, արգելափակված է միջազգային ծովային առևտուրը, որն ապահովում է Իսլամական Հանրապետության տնտեսության մոտ 90%-ը։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը, որը վստահեցրել է, թե առաջին 24 ժամվա ընթացքում ոչ մի նավ չի կարողացել խախտել Միացյալ Նահանգների շրջափակումը։ Նշվում է, որ 6 առևտրային նավերի հրահանգվել է վերադառնալ Օմանի ծոցի իրանական նավահանգիստ։ CNBC-ն սակայն հղում անելով Windward ծովային հետախուզական ընկերության տվյալներին նշում է, որ Միացյալ Նահանգների շրջափակման առաջին օրը առնվազն 2 նավ է անցել Հորմուզի նեղուցով։ Վերլուծաբանները նշել են, որ դրանցից մեկը Rich Star-ի լցանավը պատկանում է չինական ընկերությանը եւ Միացյալ Նահանգների պատժամիջոցների տակ է։ Մինչև 2 միլիոն բարել նավթ տեղափոխող իրանական սուպերտանկերը բարեհաջող անցել է Հորմուզի նեղուցով եւ մտել երկրի տարածքային ջրեր։ Այդ մասին հայտնում է Ֆարս գործակալությունը։ Ըստ հրապարակման պատժամիջոցների տակ գտնվող նավը երթուղին անցել է միացված տեղորոշման համակարգով եւ չի փորձել թաքնվել։ Իրանը Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ռմբակոծությունների վնասը գնահատում է $270 միլիարդ։ Այս մասին հայտնել է Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին։ Նախնական եւ շատ հակիրճ տվյալներով մինչեւ այժմ հասցված վնասը կազմում է $270 միլիարդ, ասել է նա։ Մոհաջերանի խոսքով կառավարության տնտեսական բլոկն ավելի ճշգրիտ թվեր կներկայացնի բազմափուլ ուսումնասիրությունների արդյունքում։ Մոհաջերանին նաև հավելել է, որ Միացյալ Նահանգների կողմից Իրանին ռազմական փոխհատուցման հարցն Իրանի բանակցային թիմի կողմից քննարկվող թեմաներից մեկն է։ Հարցը մասնավորապես բարձրացվել է Իսլամաբադում վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։ Մենք անպայման կպաշտպանենք մեր երկրի ժողովրդի իրավունքներն իրավական միջոցներով, այդ թվում Մինաբի դպրոցում մեր մտերիմների արյունահեղության համար փոխհատուցում ստանալով։ Ըստ Իրանի իշխանությունների, ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով երկրում սպանվել է ավելի քան 3000 մարդ, իսկ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը հայտնել է, որ մինչև 3.2 միլիոն մարդ տեղահանվել է։ Իրանում մշակութային ժառանգության շուրջ 160 օբյեկտ հարվածների է ենթարկվել Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ռմբակոծությունների ժամանակ։
Հայաստանը եւ Ադրբեջանը զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման գործում։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։ Հայաստանն ու Ադրբեջանը զգալի օգնություն են ցուցաբերել մեր հայրենակիցներին Իրանից տարհանելու գործում։ Այսպես Թեհրանում Ռուսաստանի դեսպանատան նախնական խնդրանքով Բաքուն ռուսաստանցիներին թույլ է տվել օգտվել Աստարայի սահմանային անցակետից, որը 2020 թվականից փակ է անհատական անցման համար։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինին։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։ Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների քաղաքական, տնտեսական, առևտրային եւ հումանիտար ասպեկտները, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցեր։ Ընդգծվել է փոխայցելությունների եւ երկկողմ շփումների կարեւորությունը համագործակցության օրակարգային հարցերի արդյունավետ քննարկման տեսանկյունից։ Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ, դիտարկելով հետագա գործակցության հեռանկարները։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը եւ Չեխիայի փոխարտգործնախարար Յիրժի Բրոդսկին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Հարավային Կովկասի անվտանգության հարցերը։ Չեխ դիվանագետն այդ մասին գրել է իր X-ում եւ նշել է, որ ուրախ է ողջունել Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովին Պրահայում։ Կողմերը քննարկել են նաեւ չեխական ընկերությունների համար հնարավորությունները, կրթության եւ զբոսաշրջության ոլորտներում գործակցությունը, նաեւ դեպի Բաքու ուղիղ չվերթների մեկնարկը։ Ավելի վաղ CNN Prima News-ին տված հարցազրույցում Էլչին Ամիրբեկովը խոսել է ադրբեջանա-չեխական գործակցության եւ երկկողմ կապերի հետագա զարգացման հեռանկարների մասին։ 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին Ադրբեջանի գլխավոր գազատարներով տեղափոխվել է 11.1 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը 3.3%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս ծավալի կեսից ավելին 50.8%-ը բաժին է ընկել Հարավկովկասյան Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարին։ Այս խողովակաշարով 3 ամսվա ընթացքում տեղափոխվել է 5.6 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը 3.8%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Հարավկովկասյան խողովակաշարը Շահ Դենիզ հանքավայրից գազ է տեղափոխում Ադրբեջան, Վրաստան եւ Թուրքիա։ Մարոթ Հարվերդյան, հարևաններ։